Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խնդրեմ պարոն։ Այդ ժամանակները վաղուց անցել են, կոմունիստական ժամանակներից բան չի մնացել, միայն մնացել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը, որտեղ այո, համաձայնենք, որ առկա են համեմատած մյուս քրեակատարողական հիմնարկների պայմանների հետ կապված ունենք խնդիրներ, որը երբեք մենք չենք թաքցրել, ընդհակառակը մենք ենք բարձրաձայնել ու միջոցներ ենք ձեռնարկել այդ խնդիրները շուտապույտ լուծելու այդ մարդկանց լողանալու հետ կապված բաղնիքը ավելի նսեմացնող թույլ տվեք պատասխանեմ Տիկին Ալեքսանյան այդ հնարավորությունը դատապարտողներին ընձեռնված է, բաղնիքը խնդիր է ունեցել, սակայն լողանալու հնարավորությունից դատապարտողները չեն զրկվել, նրանց հնարավորություն է տրվել իրենց խցերում կահավորել համապատասխան միջոցներ, որը հնարավորություն է տալիս շաբաթվա մեջ մի անգամ կամ երկու անգամ լողանալու փոխարեն ամեն օր օգտվել դրանից, որը որ մենք թույլատրել ենք համապատասխան կահավորումներ իրականացվեն։ Սննդի հետ կապված, ասեմ, որ սննդի որակի հետ կապված մեր մոտ խնդիրները արձանագրվել է ընդամենը սկզբնական փուլում, երբ որ փոխվել է մատակարար կազմակերպությունը, որից հետո անմիջապես միջոցներ են ձեռնարկվել եւ այդ խնդիրը լուծվել է եւ մինչ օրս դրանից հետո դատապարտողների կողմից սննդի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել, ինչը փաստվել է նաև դիտորդական խմբի կողմից, որը հասարակական հսկողություն է իրականացնում բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ օրվա ցանկացած ժամի անարգել մուտքի իրավունք ունի քրեակատարողական հիմնարկ, սննդի հետ կապված հարցին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, կարծում եմ մեր գործընկերը դրա մասին եւս կփաստի, եթե անհրաժեշտ լինի։ Պարոն Մարգարյան, կխնդրեմ ներկայացնեք պահման պայմանների հետ կապված դուք ամեն դեպքում հակասություն կա ձեր ներկայացած տվյալների եւ Տիկին Ալեքսանյանի հնչեցրածի մասով, կխնդրեմ ներկայացնեք ինչ պահման պայմաններ են եւ երկրորդը քրեական ենթամշակույթի մասով, հա, կխնդրեմ ներկայացնեք ընդհանուր առմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինչ բարիքեր են։ Ենթամշակույթի մասով տեսեք հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում ծառայության նախարարության կողմից ենթամշակույթի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այն որ ասենք որ որևէ քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթ չկա, դա իրականություն չի, բայց նաև չենք կարող չնշենք դրա դեմ ուղղված հսկայածավալ աշխատանքները, որ իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում այդ ուղղությամբ։ Պահման պայմանների մասով ասացի արդեն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը շատ հին շենք է եւ պահման պայմանները խնդրահարույց են, որոնց նաեւ այլ կազմակերպություններ են անդրադարձել։ Հիմա քննարկումներ են իրականացվում Երևանու տարածքում գործող նախկինում եղել է էլի քրեակատարողական հիմնարկ, այնտեղ առանձնացվի համապատասխան խցային պայմաններ եւ կարճաժամկետ փուլում էլի իրականացվի ծրագիրը եւ Նուբարաշենի բավող անձինք տեղափոխվել այնտեղ նաեւ հասարակությունները տեղյակ պետությունը նախաձեռնել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում, որը համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին, որից ընթացքի մեջ է հիմա փաստաթղթային նախագծահաշվարկային աշխատանքներ են իրականացվում, թե երբ կլինի ժամանակը ցույց կտա, բայց դրա կառուցումից հետո նախատեսվում է, որ փակվի։ Տեսեք, մեր պետությունը այդքան հարուստ պետություն չի, որոնց մի փուլում որոշի ու արվի հսկայական ծախսերի հետ կապված է, եթե ասենք մի միջոց, օրինակ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար պիտի 4 դպրոց չկառուցվի կամ 5 մանկապարտեզ չկառուցվի, պետությունը նախընտրում է այդ գումարը ուղղել դպրոցի ու մանկապարտեզի վրա։ Սննդի հետ կապած ես նորից եմ փոխելը ընթացակարգային է, յուրաքանչյուր տարի հայտարարվում է գնման մրցույթ, մասնակցում են կազմակերպությունները եւ գնման ընթացակարգով է իրականացվում, այսինքն որ կազմակերպությունը որ շահում է, նա էլ մատակարարում է սնունդը։ Փաստացի շահում է այո, ամենավատը չի շահում, սննդի հետ կապված արդեն նշեցի, որ խնդիր չունենք Տիկին Ալեքսանյանին, թե ինչու են այդ մասով
Մենք ուսումնասիրում ենք, բարբերաբար ուսումնասիրություններ է իրականացվում, ամեն օր սնունդը մտնելուց ստուգվում է, կալորիականությունն է ուսումնասիրվում, համապատասխանում է չափը կառավարության որոշմամբ նշված քանակին թե ոչ, համային համտեսում է իրականացվում, բացի այդ պահվում է այդ սնունդը սառնարանում եւ կշռում ենք նաեւ ճիշտ նշեց մեր գործընկերը։ Կարող եք գալ ինքներդ ոչ թե ապրել, այլ ականատես լինել, թե ինչպիսի սնունդ է հիմա մատակարարվում։ Տեսեք, եթե հիմա մի դատապարտարի ճաշակով չի լինում այդ սնունդը, դա դեռ չի նշանակում, որ այդ սնունդը վատն է։ Նախկինում եղել է դեպքեր։ Չեն բողոքում այդ լանչից։ Չեն բողոքում, չէ՞, ոչ մեկից չեմ լսել, որ բողոքի։ Հիմա էլ չեն բողոքում։ Ես չգիտեմ ձեր այդ ինֆորմացիան։ Եղել եք նվարաշնորհ 5-րդ հարկում զրուցել եք դատապարտարների հետ, թե դա ձեր իրավասության մեջ։ Ես չեմ եղել, գործընկերներս եղել են, զրուցել են, շարունակվում է այդ process-ը, նորից հանդիպելու ենք դատապարտարների հետ, նորից քննարկվելու է, ուսումնասիրությունները նորից կատարվելու է, այնց որ դա դեռ չավարտված փուլ է։ Ես ավարտեմ Տիկին Ալեքսանյան, որտեվ տեսեք, ես ինչն եմ ուզում կարևորեմ այստեղ, որ ասում եք դատապարտարների իրավունքների մասին խոսեցիք, դատապարտարների իրավունքների իրացման համար պետությունը հսկայածավալ միջոցներ է ծախսում։ Սկսած արտաքին աշխարհի հետ կապի բարելավումից, վերջերս փոխվել են բոլոր հեռախոսները, տեղադրվել են ժամանակակից նոր հակավանդալային հեռախոսներ բոլոր քրեակատարողական հիմնարկներում։ Ավելացվել է դրանց քանակը, նվազեցվել է րոպեի սակագինը։ 20 դրամից դարձել է 8.9 դրամ 1 րոպեի համար։ 23 թվականի համեմատ բոլոր քրեակատարողական հիմնարկներում 282 միջոցառման փոխարեն կազմակերպվել է 429 սպորտային, մարզական, կրոնական, լուսավորչական, մշակութային միջոցառումներ, 140-ով ավել նախորդ տարվանից։ Իսկ դա շատ մեծ ռեսուրսներ է։ Մենք համագործակցել ենք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թանգարանների հետ, բոլոր կազմակերպությունների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել համագործակցել եւ միջոցառումներ իրականացնել։ Իրականացվում է ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթություն եւ այդ ամենի վրա թույլ տալ, որ ինչ որ ազդեցություն լինի, որը խանգարի դրա իրականացմանը, ուղղակի չեն կարող հանդուրժել։ Շնորհակալություն